Իրանական դրոնը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Դուբայի իշխանությունները հայտարարել են, որ անօդոչու թռչող սարքի բեկորները հաջող որսման արդյունքում փոքր միջադեպ են առաջացրել Դուբայի կենտրոնում գտնվող շենքերից մեկի ճակատին։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Թրամփը հայտարարել է, որ կորցրել է հետաքրքրությունը խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարի նկատմամբ։ Ես դրանով շահագրգռված չեմ, ասել է նա, խոսելով մրցանակի մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածքը հատած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից։ Առանց վարանելու ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները մեր երկրի տարածքին եւ օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ, նշել է նախարարությունը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ է։ Թրամփը այս հայտարարությունը արել է Fox News-ին տված հարցազրույցում։ Նա հավանաբար ողջ է, բայց կարծում են, որ նա վիրավոր է։ Ադրբեջանի պաշտպանության ազգային համալսարանին կից ռազմական կառավարման ինստիտուտում կազմակերպվել են հայերենի դասընթացներ։